Սկսվեց 44 օրյա պատերազմ, դավադիր պատերազմ, գծագրված պատերազմ, որով որ մենք պարտվեցինք։ Մենք ոչ թե պարտվեցինք Ադրբեջանին, այլ մենք պարտվեցինք մեր ներքին թշնամուն։ Ներքին թշնամին Ռոբա Սերժան Նիկոլական կլանը արեց հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի հայ զինվորը ռազմի դաշտում պարտվի։ Ես Ադրբեջանին չեմ մեղադրում կատեգորիկ, որովհետև Ադրբեջանը 30 տարի շարունակ նամանավանդ Իլհամ Ալիևի ժամանակ մարդը զինվավ, մի քանի անգամ փորձեր արեց, ատամ գցեց, հասկանալու համար կարա թե չի կարա։ Երբ որ Ադրբեջանը զինվում էր, Ղարաբաղի գեներալիտետը, կառավարությունը, Հայաստանի կառավարությունը զբաղված էր հյուրանոցներ, ռեստորաններ, մոթելներ, ջրաշխարհներ կառուցելով, առնելով, կապիտալը զարգացնելով։ Մեր հարկադիր կատարողը Քեթրինի Միրանը նույն բանկում ինչ որ հաշիվ ուներ Ադրբեջանի նախագահը, ինքը նույն բանկում ուներ հաշիվ $100 միլիոն։ Այդ երևույթը հրապարակեց մամուլ, այն ժամանակ Վարդան Ղուկասյան չկար, կար հետք, հիմա ինչքան գիտեմ կա, ինքեր հետքը հրապարակեց եւ փոխանակ Քեթրինի Միրանին դադեին, կալանավորեին, գումարը հետ բերեին, մարդը հրաժարական տվեց, ասում է ես հրաժարական եմ տալի, որովհետեւ իմ անուն ազգանունը հայտնվել է նույն ցուցակի մեջ, որտեղ Ադրբեջանի նախագահի անուն ազգանունն է։ Եվ ոչ մեկ չասեց, այ բոզի տղա, միտեղ մի ցելի երկրի պրեզիդենտ է, միտեղ ինչ որ մի հատ ճնջուլ ուտող սրա նրա, չգիտեմ, տելևիզորը, դիվանը, օգտագործած մայկա տրուսիկը արգրավող բոզի տղա։ Ես կյանքումս չեմ կարացել այդ հիմնարկությունը սիրել։ Ոչ մի կերպ չեմ կարողանում, գնան այն մեծահարուստների հետևից, հիմա ոնց որ այսօր Կոչանն, Անդրանիկ Քոչարյանը, Պաստորեն հետևում է եթերներից, հելելավոշն Կոչանն, թե Ղարաբաղցիքի ունեցվածքը վեկալել տալ Ղարաբաղի փախստականներին, այդ ուրիշ բան, որ այդ Սերժ Շորավոր հարկադիր կատարողը հլնի գնա Ֆլեշի Բարսեղի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ այլն